Ես չեմ խոսում, որ մտնում ենք սուպերմարկետներ եւ նայում ենք օրինակ կաթնամթերք են տերյանական հուշի քայլերով, օրական 30, 40, 50, 60 դրամ թթվասեր, մածուն, կաթ այսպես թանգանում են։ Ես ուզում եմ շատ ավելի վտանգավոր բանի մասին խոսել։ Լրատվամիջոցները բացահայտեցին, ինչի մասին իդեպ խոսեց հենց ինքը Նիկոլը կառավարության նիստում, որ Իրանից հսկայական տոննաներով հսկայական քանակությամբ ուրեմն սերուցք, այդ տարատեսակ տրանս յուղեր են ներկրվում, վտանգավոր, որոնք հետո հայտնի չէ, թե որ կաթնամթերք արտադրող ընկերություններն են օգտագործում իրենց կաթնային արտադրության մեջ պանիր, թթվասեր, մածուն կաթ, դրանք կանցերոգեն են, ինչպես պարզել են տարբեր լրատվամիջոցներ, եւ ես հիմա պահանջում եմ, որ բացահայտվի, թե Իրանից մշտապես ներկրվող այդ սերուցքը, որի որակի վերաբերյալ լրատվամիջոցում լրջագույն բացահայտումներ եղան, որ կաթնամթերք արտադրող ընկերություններն են սպառում, եւ մենք ինչ թույն ենք ուտում թթվասերի, մածունի եւ կաթի հետ, այդ հերիք չի, այդ գներն էլ ժամ, րոպե բարձրացնում եք։ Նիկոլ, որ կառավարության նիստում խոսեցիր Իրանից ներկրվող այդ տոննաներով սերուցքի մասին, բա սննդի անվտանգության տեսչություն, այդ որ հսկայական աշխատավարձեր ստանում եք, բա չեք պարզել, այդ սերուցքը Իրանից ներկրվող, այդ տրանս յուղերը, որոնց մեջ կոնցերոգեն, տրանս յուղը ինչ է, կոնցերոգենի հիմքն է ինքը, այդ ճարպակալման, տարատեսակ դիաբետիկ հիվանդությունների հիմքն է, այդ որ ընկերություններն են գնում եւ ինչի մեջ է դա օգտագործվում, կարող է առնում են այդ սերուցքը, գցում են իրանց ջանին, չէ, պարզա, չէ, դա օգտագործում են սննդամթերքի արտադրության մեջ եւ այդ սննդամթերքները սպառում ենք մենք, որի գինը, ինչպես արդեն ասեցի, տերյանական հուշի քայլերով օրական 50, 30, 40, 60 դրամով ավելացնում են։